Ծաղկազարդի երեկոյան մայր տաճարը լի էր հավատացյալներով, ովքեր եկել էին ստանալու վեհափառ հայրապետի օրհնությունն ու մասնակցելու եկեղեցական մի արարողության, որ հայտնի է Դռնբացեք անվամբ։ Հայ եկեղեցու արարողությունների մեջ Դռնբացեքը բացառիկ հանգամանք ունի, այն չի առնչվում ավետարանական որևէ դեպքի կամ տոնի հետ։ Հնում կատարվել է եկեղեցու փակ դռան առաջ։ Այժմ Դռնբացեքի խորհուրդն ու իմաստը բացահայտող բառերն ասվում են փակ վարագույրի առջև փոխասացության ձևով և հիշեցնում տեղի ունենալիք վերջին դատաստանը։ Հիսուս իր քարոզների ընթացքում հաճախ էր խոսում վերջին դատաստանի մասին և Դռնբացեքը հենց այդ գաղափարի պատկերավոր բացատրությունն է, երբ հավատացյալները պիտի թակեն երկնային արքայության դռները։ Երբ սկսում ենք Դռնբացեքի արարողությունը, ասվում է, որ պետք է երգել ողբաձայն և պետք է միշտ մտքի մեջ ունենալ Քրիստոսի երկրորդ գալստյան ահեղ խորհուրդն ու դատաստանը։ Ահեղ ինչու ահեղ։ Ոչ միայն որովհետև դատաստանը լինելու և չարն ու բարին զատվելու են, այլ որովհետև դա լինելու է մի պահի, երբ մենք չգիտենք։ Դրա համար է հենց Քրիստոսի գալստյան խորհուրդը ահեղ կոչվում։ Այսինքն ոչ միայն որ ահավոր է լինելու ամպերով, հրեշտակների հետ, ինչպես Քրիստոս ինքն է ասում ավետարաններում, այլ նախ եւ առաջ որովհետև ամեն մեր վարքյանը, ամեն քնելն ու արթնանալը կարող է մեզ համար վերջին դատաստան լինել։ Հենց սա է կարևոր, եւ եկեղեցին այս իմաստով է, որ կարևորում է Դռնբացեքի արարողությունը։ Արարողությունն ընթանում է հարց ու պատասխանի ձևով, որը տեղի է ունենում վարագույրով փակված խորանի առջև ծնկած քահանայի եւ վարագույրից ներս գտնվող հոգեվորականի միջև։ Վարագուրված խորանը խորհրդանշում է երկնային արքայությունը, իսկ դրսում ծնկած քահանան հավատացյալների բազմությունն է, որը բաց մեստերով հայցում է Տիրոջ ողորմությունը։ Երբ քահանան դրսից ասում է բացեք արդարության դռները, որպեսզի մտնեմ եւ Տիրոջը խոստովանանք անեմ, վարագույրը բացվում է։